Ժողովուրդ ջան, բարի լույս ձեզ։ Հուսամորներդ բարի է սկսել, թող ամեն ինչ լավ լինի, հարազատներս առողջ եք։ Ժողովուրդ ջան, ուրեմն մտնում եմ սոս ցանցերը, ընդհանրապես չեմ սիրում եթերի ժամը խախտել, լուսնան բացվել եթեր անել, բայց չեմ էլ կարող ինձ տիրապետեմ, էլի պետքա խոսամ, որպեսզի ինձ արդեն հանգստանա։ Ժողովուրդ ջան, մտնում եմ եթեր, տեսնում մի կին գովաբանում է Քոչարյանին, ազդեցիկ ընտանիք են եղել, շատ լավ հայրումայր ա ունեցել, այ պարկեշտ պոռնիկ Թուրքիայից բանում Ղարաբաղում հետնես մեծացել հոր գերեզմանը Քոչարյանի արցախցիները դարերի վերման են եկել չեն գտել ովա հիմա էլ ցանկացած արցախցու հարցես տալի տեղյակ չի հերը ովա հոր գերեզմանը ընդհանրապես որտեղա քերթվել եւ որտեղա հողին հանձնվել հավերժ հանձնվել ծերուն չտար այդ տեսակ անցանք առաջ ժողովուրդ ջան նայում ես ինչ է կատարվում հայտարարությունին ձևով շարժումն արդեն իսկ անցել է իր վանդալիզմին ժողովրդին տանում դեպի վանդալիզմ ժողովրդի վրա բռնաբարության փորձեր են կատարում մահափորձեր են կատարում ժողովրդի վրա ժողովրդին ստիպում են քրքաշ են տալի իմ ձևով շարժման գրասենյակներ սարքում են գրասենյակի անդամ սարքում են իմ շարժման բան ինչ անտերը ավական ինչ է սարքել չգիտեմ տալելա ժողովրդին ստիպելա որ լինի բան հանձնաժողովի անդամ բոլորը իմ ձևով շարժումը եւ Ռոբերտասերժական կլանը աշխատում է միայն ընտրությունները արդեն իսկ դեռ 2 ամսու կես կա 3 ամիս արդեն իսկ խեղաթուրում են արդեն իսկ ապականում են Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները խեղաթերող համակարգ բոլորի տեղյակ են բան բոլորդ հսկվում եք բոլորդ հետևում եք բոլորիդ հետևում են բոլորիդ ամեն քայլին տեղյակ են աշտարակի պետական համակարգում աշտարակ քաղաքը պետական համակարգում բացի մարզպետարանից միակ պետական կառույցն է մնացած բոլոր պետական կառույցները կլինեն դպրոցներ քաղաքապետարաններ մանկապարտեզներ ինչ կառույց ուզմալնի հիվանդանոցներ ամեն այդ բնակավարում ամեն այդ կառույցի մեջ կա մի հոգի խեղաթուրող համակարգ ժողովուրդ ջան խորհուրդ եմ տալի տեղյակ լինեն պետական համակարգին կոչ եմ արել հետևեն բոլոր եթերներից որը որ վերաբերվում Արագածոտնն մարզին մանկապարտեզներում մանկապարտեզի վաստակավոր տնօրինուհիները այդ գեղեցիկ տիկնայք բոլորը կոչ են անում իրանց աշխատողներին հրահրում են դրթում են հրամայում են կարգադրում են գնալ եւ ընտրել Սամվել Կարապետյանին արդեն իսկ Սամվել Կարապետյանի ոչխարաբանական ինստիտուտը իր չկայացած ռեսուրսներով ժողովուրդ ջան աշխատում է գործող պետության ու պետականության դեմ Ռուսաստանի Դաշնությունից բեռնա թափված աղբի պես Հայաստան բեռնա թափված հասարակության մի թափ-թփուկ հատված եկել է Հայաստան աշխատում է գործող իշխանության դեմ բան չունեմ ասելու հայրենասեր եք հանդես եկել Հայաստանում կներեք պատերազմի օրերին ուր էիք որ իմ աղբոր արյան գնով կերտած Հայաստանում այսօր եկել եք ուզում եք հեղափոխություն անեք իմ աղբերների արյան գնով պահած ու պահպանած այս փոքրիկ Հայաստանը պահել ու պահպանել է հազարավոր տղեր հազարավոր 18 տարեկան սերունդ որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանը լքած Հայաստանի քաղաքացիությունից զրկհելած Ռուսաստանի քաղաքացիության մեջ մտած այդ ամբողը գնաց Ռուսաստան պահկվեց շենացավ շատացավ հայրենիքը ուրացավ պատերազմի օրերին պատերազմի դաշտում չգտնվեց պատերազմի օրերին Հայաստանում չգտնվեց ու այսօրվան օրը ինքը օտար երկրից վերադարձել է Հայաստան ու Հայաստանի Հանրապետությունում ուզում է ինչ որ քաղաքական գործնեության մեջ իր ներդրումը ունենա ինչի հիման վրա ուր եք պատերազմի օրերին ուր էր ձեր Սամվել Կարապետյանը ուր էր ձեր Քոչարյանի վաստակը ուր էին դրանք այդ ինչ ամբողա սա սարքել է Գյումրվա խամաբաջիկ բանը թատրոնը ձեր համար սովածներով անթասիբան պատիվան բարոյականներով երգիրը խեղաթուրացներով հավաքվել եք դուք այսօր որ ամեն մեկը 2-3 ձայն փախցնեք այս ժողովրդի մեջ առաջացած են մի փոքրիկ անգրագետ հատվածից կեսին կաշառեք կեսին վարձեք կեսին խոշտանգեք կեսին սպառնակ ամեն մեկը մի փոքրիկ բան խլեք վերջում հավաքվեք այդ ժողովրդի ամենակարևոր հատվածի կողմից անտեսված արհամարված տարիներով այս երկիրը ապականված մարդկանց ապականած մարդկանց կողմից ուզում եք բանանեք ձայներ խլեք հավաքվեք այդ բոմժեր այդ ձայները տակ մեկին նորից գաք իշխանության չի լինելու մեգա չի լինելու քանի որովհետև դուք ընտրություն ասված բառի մեջ տեսել եք ծեծը ջարդը պաժար տալը սպանել է ջրցան մեքենաներով խոշտանգել է փշալարերով փաթաթել հասարակությանը ոչ մեկ չի մոռացել եթե ես 40 տարեկան եմ այդ ամեն ինչը հիշում եմ ուրեմն գնացեք իմացեք հազարավոր մարդիկ այդ ամեն ինչը հիշում են հազարավոր մարդիկ ինչն է խնդիրը ով է մոռացել ձեր ղեկավարած տարիները նոր մի հատ լիր փախոսում
Վահագն Ալեքսանյանին ասում եմ միշտ ասում ես նախկինները, դու նախկիններ եք, ինչ եք արել, այ փչացած, հələ մի հատ Վահագն Ալեքսանյանի արածները տես, Վահագն Ալեքսանյանի արածները տես 8 տարվա մեջ, որից 4 տարին են կարեցել աշխատել, 4 էլ չէ, 2.5, մնացած տարիները ձեր կոսպեկտավորված պատերազմի հետևանքներն ա քաշել, այս ազգը, այս ժողովուրդը, այս պետությունը, դուք այսօր հանդես եք եկել 36 տարվա ձեր թալանը պարտկելու հիման վրա, գալիս եք իշխանության, որ ինչ անեք, որ ձեր յուրացրածները Նիկոլը Հետաբերում ձեր հետադարձը վարվում է Հայաստանի Հանրապետության բնակիչը կայուն մտածելակերպ ունի գրագետ դիրքորոշում ունի դեպի ընտրությունները դեպի քաղաքական դաշտը տանող ճանապարհը ու այդ ճանապարհը ինչքան էլ որ շաղաղեք ձեր կեղտ փորձառույթներով ձեր կեղտ վարկագծով ձեր կաշառելով միևնույնն է դուք դրանով իշխանության չեք գալու դուք խայտարակություն եք բառից բուն իմաստով Ռոբերտ Քոչարյան ընտրողը Սամվել Կարապետյան ընտրողը Արնվազը Ռուսաստանի Դաշնություն Հայաստանի Դաշնությունը լքած Պուտինի շվաքի տակ Պուտինի բերնի մեջ թքած Պուտինն էլ իր բերնի մեջ թքած ստեղից թռած հայ ա եղել ու այսօր բռնի ուժով եկել է Հայաստան Սամվել Կարապետյանի փողերով որ այդ հայրա սաղու սատկացի գերեզմանի վրա խունգվարի Մահանա Սամվել Կարապետյանը անդրեմ հետնել ընտրյու է թա դու իմ երկրում անելիք չունեք այս երկրի ընտրությունը կերտելու է հայ զինվորի մերը Հայաստանի Հանրապետության համար կյանք ու արուն տվածը դուք ով եք իմ երկրի մեջ ով եք պապուծի փախածներ այսօր էլ բռնի ուժով Հայաստան ներբեռնված աղբեք դուք իմ երկրի մեջ աղբեք հասկանում եք իմ երկիր ամենանդառնալի օրերն ա տեսել 5 տարի 44 օրյա անդառնալի պատերազմի ժամանակ իմ երկիր մեկն ու մեկը այդ որ գնացել եք Հայաստանը լքել եք գնացել եք մեկն ու մեկը ձեզանից հետ չեկավ Հայաստան հետ չեկավ այդ հարկանգներ այս տղերքի կողքը այսօր դարել եք հայրենասեր այսօր եկել եք երկիրը փրկեք կներեք երկիրը փրկվել է կորոնավիրուսից կներեք երկիրը փրկվել է Ռոբերտից Քոչարյանից այդ կոչեցյալ այդ Սերժից այդ Սամվել Կարապետյանից այդ Դոդի Գագոյից ու հազարավորը տենց ամբողից երկիրը փրկվել է 1000 անգամ կներեք պատերազմի անդառնալի օրերից էլ ինչ ասեմ ձեզ երկիրը փրկվել է անյավեր վիճակից երկիրը փրկվել է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակից էլ որը բացատրեմ ձեզ այսօր հայրենասեր եք խաղեմ Եթե բան եք ուզում խաղակ, ինչ որ բան եք ման գալի, որ խաղալու բան չեք գտնում, խնդիր չկա, մենք են տեսակ բարեհոգի հայրենակիցներ ենք, որ ցանկացած Ռուսաստանի Դաշնությունից Քոչարյանի, Պուտինի շվաքի ներքով Հայաստան եկած, խաղալու բան ման գալացող ու չկտածներին, բոլորին կտրամադրենք խաղալու բան, եկեք տրամադրենք, բայց խորհուրդ չեմ տա, խառնվեք մեր քաղաքական դաշտին ու խաղաք մեր քաղաքական դաշտի հետ, դուք դրա իրավունքը չունեք, ես բոլոր պատկան մարմիններին, բոլորին հետևորդներն են, բոլորին մեջին հետևում են, բոլորին կոչ եմ անում, շատ ուժեղ ձևով աշխատել բոլոր մանկապարտեզների, բոլոր դպրոցների, հիվանդանոցների, տարբեր կրթօջախների վրա, հիմիկավա դպրոցը, մանկապարտեզը, բուժքույրը ոչ մեկը չի աշխատում, բոլորը աշխատում են խեղաթյուրելու համար, դպրոց դաստիարակները մանկապարտեզի չեն հետաքրքրում նրանց ձեր ուղարկած երեխեքը մանկապարտեզ, փաստացի ապացույցներով, մարդիկ գալասավոներով, նկարում են, գրառումներով ուղարկում են ինչ ժողովուրդ ջան, ես դա տրամադրել եմ մեր բոլոր պատկան մարմիններին, Հայաստանի Հանրապետությունը խեղաթյուրում են, խայտարակում են, ավիրում են, Քոչարյանական Սերժի, Քոչարյանի Սերժի, կլանի տակ ապրած, երկիրը խեղաթյուրած մի հազարավոր պլանքաշների ամբողջ, բոլորը եղել են պլանքաշներ, որ նայում ես դրանց ընտանիքներին, դրանց գողական պապաներին, դրանց սովորած կրթված մամաներին ու իբր դաստիարակած երեխեքին, այդ վաղ տենում ես ինչ են դաստիարակել, ցորեն ցանել են կանեփ ծլե Ցորեն են ցանե կանեփացել է այդ դրանց դաստիարակած սերունդը սրանք ուզում են այս իշխանությանը կործանեն որ իրանց բլաստը գա իրանց ձեռը բռնատիրական վիճակով չոտկեն աճ ցախ սրանց համար միևնույնն է սրանց համար երկիր պետություն կնիկ դրոշ չկա Երբ որ եկան իշխանության, ես էլ ասում եմ ու վերջ, այդ Թրամփի նախագիծն են ջնջելու, երբ որ եկան իշխանության բանակի այդ տարիուկեսն են ջնջելու, երբ որ եկան իշխանության Թոշակի այդ ավելցուկն են հանելու, անվճար դեղերն էլ սարքելու են երրակի ու քառակի ժողովուրդ ջան, զգոն եղեք, մտածեք ինչ եք անում, այսքանը ժողովուրդ ջան, մնացածը երեկոյան